նախագաները չլինեն, նշանակում է Նիկոլը կգնա։ Մեզ պետք է ամբողջությամբ նոր որակի կառավարություն, որտեղ մարդիկ կլինեն շատ պրոֆեսիոնալ։ Ես դրա տակից դուրս կգամ, թե դուրս չեմ գա։ Ինքը հո հասկանում է, որ ես ճիշտ հարցադրում եմ հնչեցնում, ինքը հո գիտի, որ դա է ճշմարտությունը։ Ես կարիք չունեմ, որ 10 հոգի մեջ կկանգնած ասի, ախ, այս ինչ լավ ասիր եւ այլն։ Իրական կյանքում բացարձակ զրո ագրեսիայով, շատ հանգիստ մարդ եմ։ Գաղտնիք էլ չունեմ, որ փորձեմ կիսվել։ Բարի օր, Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք հյուրընկալել ենք Ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Աննա Գրիգորյանին։ Տիկին Գրիգորյանը ամենահամարձակ падգամավորն է Ազգային ժողովում, ով շատ սուր քննադատում է նաև Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների թիրախում հայտնվում։ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ, որ համաձայնել եք մեր հարցերին պատասխանել։ Սիրով, չնայած այդ ձեր առաջին բնութագրիչը ամենախիզախ падգամավոր, միգուցե ամենախիզախ падգամավորներից մեկը, Իմ падգամավորներից ամենախիզախն եք իմ կարծում այդ բնութագրիչը կարելի է տարածել նաև մեր մյուս գործընկերների վրա, հատկապես կին գործընկերների վրա վստահաբար։ Շնորհակալ եմ, Տիկին Գրիգորյան, ես կուզեմ սկսել հենց ձեր արմատներից, սյունեցի եք եւ դուք եւ ձեր ամուսինը որոշեցիք մտնել քաղաքականություն, այս ժամանակահատվածը 2020 թվականից սկսած ինչ տվեց ձեր կյանքը, ինչ փոփոխություն զգացիք, քաղաքականությունը նաև հալածանքների համար կարող է շատ վատ ազդեցություն թողնել ձեր կյանքում եւ նաև կարող է որպես դիրք ունեք արդեն այս ժամանակահատվածը ձեր համար ինչ էր ոնց կբնութագրեք այս 5 տարիները կարելի ասել։ Իրականում բավականին բարդ որոշում էր ինձ համար մտնել քաղաքական դաշտ, հատկապես պատերազմից հետո, երբ իսկապես շատ խառը իրավիճակ էր եւ դուք էլ գիտեք, որ արտասովոր պայմաններում եմ մտել, այսինքն մանդատը վերցրել եմ եւ միանգամից խմբակցությունից դուրս եմ եկել, անհատ падգամավորի գործունեություն եմ ծավալել։ Ես իրականում հայտնվել էի մի իրավիճակում, որտեղ ոչ քաղաքական մեծամասնության մոտ ունեի մարդիկ, ովքեր ինձ կսատարեին հակառակը, հա ավելի հալածանքների ճանապարհով էի գնում եւ ոչ էլ ընդդիմության մեջ որևէ մեկին գիտեի։ Առաջին օր, որ եկա խորհրդարան, այդ օրը ծանոթացա այն 5 падգամավորների հետ, ովքեր եւս դուրս էին եկել իմ քայլը խմբակցությունից։ Այսինքն բավականին բարդ ճանապարհ էր, բայց ես առհասարակ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարտահրավեր, յուրաքանչյուր բարդ իրավիճակ նաեւ աճելու եւ իրավիճակներն ավելի խորքային, ավելի բազմաշերտ տեսնելու հնարավորություն է, ու ես այս տարիները որքանով էլ որ բարդ էին եւ բարդ են շարունակում լինել, ինձ համար իմ անձի համար նաեւ ներքուստ աճելու եւ ավելի լայն մտահորիզոն ձեռք բերելու հնարավորություն էր։ Այո, իսկապես բարդ տարիներ են եղել նաեւ իմ ընտանիքի անդամների համար, որովհետեւ հանուն արդարության պետք է ասեմ, որ ես ավելի սովոր էի շատ ավելի հանգիստ կյանքի, շատ հարմարություններ կար, չէ՞։ Այո, շատ խաղաղ միջավայրի եւ ընտանիքում է ամեն բան խաղաղ եղել եւ այն միջավայրը, որտեղ ես աշխատել եմ դպրոցում, շատ լավ աշակերտների հետ, լավ կոլեկտիվում, պատկերացրեք դպրոցում նման լավ միջավայրից միանգամից գալիս ես պարլամենտ, որտեղ բոլորը բոլորի դեմ սկզբունքով են աշխատում։ Հետևաբար ինձ համար այո, մի փոքր բարդ էր, իմ ընտանիքի անդամները մինչև սովորեցին, որ ես հանրային գործունեություն, որը ուղեկցվում է անխուսափելիորեն որոշակի բացասական բաներով, համացանցով հարձակումներից սկսած մինչև իրական կյանքում որոշակի բացասական դրսևորումներ, հեշտ ճանապարհ չի եղել ինձ համար, հեշտ ճանապարհ չի եղել իմ ընտանիքի անդամների համար, բայց ես վստահ եմ, որ ցանկացած մարդ, երբ իր առջև տեսնում է ինքը որտեղ է ուզում գնալ եւ հանուն ինչի է դա անում, ուրիշ որևէ բան չի կարող նրան խանգարել։ Ինչքան էլ ֆեյքային գրողներ անեն, ինչքան էլ այս իշխանությունը իմ ընտանիքի անդամների նկատմամբ հալածանքներ իրականացնի, միևնույնն է ես ավելի քան ամուր եմ, որովհետեւ համոզմունքներս են ամուր եւ դրանով որևէ բան փոխել իմ կյանքում հնարավոր չէ։ Սկզբից կանք, 2013 թվականից Քվանտի ուսուցչուհի անգլերենի եւ որոշում եք կայացնում Տիկին Գրիգորյանը մտնել քաղաքականություն։ Դա ինչպես ստացվեց, ինչը ստիպեց ձեզ գնալ հենց պատերազմական այդ իրավիճակներից հետո, թե վաղուց որոշումն ունեիք։
Իրականում ես ավելի նաև իմ տեսակով ոչ այնքան հանրային գործունեություն եմ ինձ համար պատկերացրել, որքան օրինակ դիվանագիտական գործունեություն։ Ես քվանտում աշխատելու տարիներին զուգահեռ նաև սովորել եմ դիվանագիտական դպրոցում եւ իսկապես իմ ապագան պատկերացրել եմ ավելի դիվանագիտական գործունեություն իրականացնելիս եւ առհասարակ իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ կնախընտրեի գործը լուր, հա, անել, գործը առաջ տանել, նպատակ դնել, իրականացնել, արդյունք տալ եւ ավելի քիչ հանրային, այսպես խոսել եւ այլն։ Եվ 18 թվականից հետո գիտեք հայտնի փոփոխություններից հետո, քաղաքական փոփոխություններից հետո ես մտածեցի, որ կարող է նոր իրավիճակում ես կարողանամ նաեւ իմ գիտելիքները եւ կրթության ոլորտում եւ դիվանագիտության ասպարեզում ձեռք բերած գիտելիքներս օգտագործել, այո, ներդրել եւ 18 թվականին դա էր պատճառը, որ ես որոշեցի մասնակցել ընտրություններին արդեն իմ քայլը դաշինքով։ Հետագա բնականաբար պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել էր եւ ես այդ ժամանակ իմ անհամաձայնությունը հայտնեցի տիրող իրավիճակին եւ բնականաբար շարունակեցի արդեն ավելի բուռն գործունեությունը, որովհետեւ այն քաոսը, որ ստեղծվել էր, այն մեծագույն կորուստները, որ ունեցել ենք, որևէ մարդու անհաղորդ չէր կարող թողնել, հատկապես ինձ համար, որ շատ խորքային ամուր կապեր ունեմ եւ Արցախի հետ, եւ դա իմ մի մասն է, իմ ինքնության մի մասն է, իմ ընտանիքի պատմության մի մասն է, եւ դա ինձ համար այնքան շոկային էր, որ ես կողք թողեցի իմ ընդհանուր իմ տեսակեն հատվածը, որ ավելի խաղաղ միջավայր է սիրում, ավելի հանրային ուշադրությունից հնարավորինս խուսափող մարդ է, եւ այդ տեսակս կողք թողնելով փորձեցի իրականացնել այն, ինչ հիմա եմ իրականացնում։ Տիկին Գրիգորյան, ձեր կենսագրությանը անդրադառնալով, ինչ որ ժամանակահատվածում Պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի հետ շփում ձեր գոլեգան է եղել, շփում եք ունեցել եւ այլն։ Ինչպես ավարտվեց, կա շփում հիմա, ինչպես է պահպանվում հարաբերությունները եւ ինչպես էր եղել ծանոթությունը եւ այս պահի դրությամբ ընկերներ եք, նախկին գոլեգաներ եք, ինչպես է շփումը։ Չէ, բնականաբար նախկին գոլեգաներ, ովքեր չունեն որևէ հարաբերություն, ես Պաշտպանության անվտանգության հանձնաժողովի անդամ եմ, Պապիկյանը նախարար է եւ ժամանակ առ ժամանակ գալիս է հանձնաժողով որոշակի զեկույցներով, ես որպես հանձնաժողովի անդամ ոլորտին վերաբերող իմ հարցադրումներն եմ հնչեցնում, իմ քննադատությունն եմ հնչեցնում, բայց դրանից անդին որևէ բան բնականաբար չկա։ Ծանոթությունը եղել է, մենք գոլեգաներ ենք եղել, ինչպես արդեն դուք էլ նշեցիք, Քվանտ վարժարանում, ես անգլերեն եմ դասավանդել, ինքը պատմության մասնագետ է եղել եւ այդ ժամանակ ես տեսել եմ, որ այդ ժամանակ համենայն դեպս այդպես էր։ Ես չգիտեմ ինչու հետո այդ փոխվեց, բայց իր մոտեցումներն Արցախի մասով, հա իր մոտեցումները նույնիսկ ազատագրված տարածքների վերաբնակեցման մասով, այսինքն հա լրիվ այլ պատկերացումներ էին եւ հիմա երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը մեզ համար թոք էր, մենք կտրեցինք այդ թոկը եւ հիմա ենք մենք անկախ, հիմա ենք մենք ինքնուրույն եւ այլն, ու իրենց մոտ որևէ դա ռեակցիա չի առաջացնում, այսինքն հակազդեցություն չի առաջացնում, ուզում ես հասկանալ, որ ժամանակահատվածում են մարդիկ իրական եղել։ Մինչև 18 թվական իրենց հնչեցրած մտքերում, թե 18 թվականից ավելի շուտ այս վերջին տարիներին իրենց հնչեցված մտքերում։ Բայց այո, մենք միասին աշխատել ենք Քվանտում, նորմալ մարդկային հարաբերություններ ենք ունեցել, գործընկերային, գոլեգաներ։ Այդ ժամանակ Պապիկյանը լրիվ ուրիշ էր, Սուրեն Պապիկյանը լրիվ ուրիշ էր այլ մտածելակերպով։ Ես նրան որպես անձ հիմա չգիտեմ ինքը ինչպիսին է փոփոխությունը, ամեն դեպքում իշխանությունը բոլորի վրա ազդեցություն ունի։ Կտրուկ փոփոխություն է։ Փոփոխություն մարդու կյանքում, մարդու ապրելաձևում, մոտեցումներում փոխվում է, այդ մասով տարբերակումներ չեմ կարող դնել, որովհետև չգիտեմ ինչպիսին է նա հիմա որպես մարդ։ Բայց օրինակ զուտ Արցախի մասով ես վստահ եմ, որ շատ տարբեր, կարդինալ 180 աստիճան տարբեր մոտեցումներ են, մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանն էլ մինչև 18 թվական տեսեք ինչ հայտարարություններ էր հնչեցնում, նույնիսկ 20 թվականից հետո Արցախը մեր հայրենիքն է, անկախ անջատում հանուն փրկության տրամաբանության մենք պետք է գնանք բանակցությունների եւ այլն։ Այ հիմա վերջին տարիներին է որ բացարձակապես արժեզրկման գործընթաց է գնում, հա, որ հասնելով նրան, որ փաստացի մեր զոհերը եղել են հանուն ոչնչի, Արցախի անկման օրը գտնվում են ԿՊԱ-ականներ, ովքեր ասում են, որ մեր անկախության օրն է իրականում այդ օրը։ Այսինքն այդ ռադիկալ փոփոխությունները ոչ միայն Պապիկյանի մոտ են, այլ նաեւ ամբողջ քաղաքական թիմի։ Նաև կուզեմ անդրադառնանք Ռուբեն Ռուբինյանին, որը երբեմն սկսում է խայթել ձեզ ազգային ժողովում, անընդհատ կրկնում է, որ հատկապես վերջին օրերին ասեց, որ ինքը վաղուց գիտեր, որ դուք դաղանդավոր կին եք եւ այլն։ Ինքը ինչ որ դեր ունեցել է, որ դուք ԿՊ կուսակցությունում կամ ցուցակում ընդգրկվել եք, թե ուղղակի հերթական խայթոցին էր Ռուբինյանի կողմից։ Ես Ռուբեն Ռուբինյանին չեմ ճանաչում։
Այդ տարբերություն Պապիկյանին ում հետ գոլեգաներ ենք եղել եւ աշխատանքի բերումով իրար ծանոթ ենք եղել, Ռուբինյանի ես երբեք չեմ, այսինքն այսպիսի շփում երբեք չի եղել, ես նրան չեմ ճանաչում։ Ավելին այդ ժամանակ առ ժամանակ որ հիշեցնում այն հանդիպումը, որ ինչ որ քննարկում ա եղել, չէ՞, միջև ցուցական այլու հարցը, ես հուսամ ինքը շատ չի նեղվի այդ հանգամանքից, ես իրեն ընդհանրապես չեմ հիշում այդտեղ։ Օրինակ Պապիկյանին հիշում եմ, Ավինյանին հիշում եմ, Լենա Նազարյանին հիշում, բայց իրեն առանձնապես չեմ հիշում, բայց դուք տպավորվել եք իր մոտ։ Ինքը այդ իրավիճակը ինձ հիշեցնում, որովհետև ինձ վստահաբար քննադատելու շատ բան կա, իմ հնչեցրած մտքերին անդրադառնալու շատ բան կա, բայց թե ինչու ամեն անգամ հետ գնալ մի իրադարձության, որտեղ անկեղծ եմ ասում, առանձնապես ինձ մոտ տենց չի տպավորվել, հա, խոսքը միայն իր մասին չէ, հա, լիքը մարդ այնտեղ եղել է, բայց շատերին բնականաբար չեմ հիշում։ Անկեղծ ասած չգիտեմ ինքը ինչու է այդ շեշտադրումն անում։ Գուցե դեր է ունեցել նաև ուզում է բացահայտված տալ, որ չեմ կարծում բացահայտել է ձեզ, ներկայացրել է ՔՊԻ-ին եւ այս անգամ ուզում է ցույց տալ, որ ես եմ Գրիգորյանին բացահայտել ու ինքը ամենաուժեղ քաղաքական գործիչն է այսօր ընդդիմադիր դաշտում։ Իր խոսքերից ես նման տպավորություն եմ ամեն անգամ ստանում։ Չէ, ինքը ուղղակի փորձում է ինձ ամեն անգամ ինձ քննադատելիս հիշել, որ ես 18 թվականին իմ քայլը ցուցակում էի, ուղղակի այդ հանգամանքն է ուզում շեշտադրել, հետո անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում, որովհետեւ դա ավելի հոգեբանական վերլուծության տեղ է, ես պետք է մտնեմ իր ուղեղի մեջ, հասկանամ ինքը ինչու է նման շեշտադրումներ կատարում, որի ցանկությունը ամենևին չունեմ, բայց հանուն արդարության ես պետք է նշեմ, որ ես եւ պարոն Ռուբինյանը ընդհանրապես իրար չենք ճանաչում, այսինքն ծանոթ չենք, որևէ տիպի քննարկում իրար հետ չենք ունեցել։ Տիկին Գրիգորյան, շատ լավ հիշում եմ նաև երբ եկաք խորհրդարան 2020 թվականներ, շատ լարված իրավիճակ, COVID էր այդ ժամանակ, դիմակով էին բոլորս եւ այլն։ Դուք նաև այն падգամավորն եք, որ կարելի է մատերի վրա հաշվել, որ համարձակվեց դեմ գնալ իշխանություններին եւ մի անգամից ֆրակցիա փոխել, հա, դուք հայտարարեցիք, որ դուք անկախ падգամավոր եք եւ դուրս եք գալիս։ Միշտ բոլորին հետաքրքիր է, ինչպես առաջին անգամ խորհրդարան գալով համեստ այս աղջիկը որոշում կայացրեց մի անգամից դառնալ անկախ падգամավոր իշխանություններից դուրս գալ։ Ով էր ձեր խորհրդատուն, ունեցել եք այդպիսի խորհրդատու։ Գիտեք, չէ, երբեմն կողքից այդ հարցադրումներն հնչեցնում են, այ Աննայի կողքը ինչ որ մեկը կար, իրան հուշել են եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր այդ օրերին իմ կողքն են եղել, իրենք գիտեն, որ մինչեւ վերջին վարկյանը ես կամուկացի մեջ եմ եղել իրականում վերցնել մանդատը եւ դուրս գալ, թե ընդհանրապես չվերցնել։ Այն որ ես չէի շարունակելու լինել իմ քայլը այդ խմբակցության պատգամավոր, այդ միանշանակ գիտեի, որովհետեւ ես իմ քայլը դաշինքում ներառվելիս չէի պատկերացնում են ստոր դավադրությունը, որ կազմակերպվելու է այս իշխանությունների կողմից։ Եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը աներ այն հայտարարությունները, որ հիմա է անում, քանի մարդ կկանգներ նրա կողքը, քանի մարդ կկանգներ, երբ ինքը հիմա խոսում է Արցախի մասին, այդ հայտարարություններն աներ 18 թվականին։ Ես վստահ եմ, որ ինքը շատ քիչ սատարում կունենար։ Հետևաբար ինձ համար, քանի որ իմ առանցքային պատկերացումները խարխլվել էին, ես պետքա դիրքորոշում հայտնեի։ Միջև ամենավերջին վարկյանը, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ինձ զանգում են, ասում են, ինչ որոշում եք կայացրել, մանդատը վերցնել թե չվերցնել։ Ես բառացիորեն 15 րոպե, եթե չեմ սխալվում, ժամը 12-ին պետքա վերջնական որոշումն ասեի։ 12-ից 15 պակաս ես վերջնական ինքս ինձ հետ այդ որոշումը կայացրել եմ, բնականաբար նախապես իմ ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով եւ ամուսնուց հետ, այո, իմ ընտանիքի անդամներ, նկատում եմ ամուսինս, ծնողներս, հա, ինձ շատ հարազատ մարդիկ, որոնց ընկերների մեծ մասը ինձ հորդորում էր դա չանել, այսինքն չգնալ խորհրդարան, բայց քանի որ ես հետևեցի իմ խղճին, հա, հետևեցի նրան, որ ես պետքա դիրքորոշում հայտնեմ։ Ես չեմ կարող այս իրավիճակում դիրքորոշում չհայտնել, ու ես վստահ եմ, ես եղել եմ հազարավոր այն մարդկանց ձայնը, ովքեր 18 թվականին Նիկոլ Փաշինյանին սատարել են, բայց չեն սատարել, որ այս մեծ ողբերգությունը մեր գլխին բերի, ու ես այդ մարդկանց ձայնն եմ եղել նաև այդ ժամանակահատվածում։ Այսինքն ասել, որ ինձ ինչ որ մեկը խորհուրդ ա տվել, ոչ մինչև վերջին վարկյան տատանվել եմ, մինչև վերջին վարկյան փորձել եմ հասկանալ, ես դրա տակից դուրս կգամ, թե դուրս չեմ գա։ Իրականում ես գնացել եմ բացարձակ մենակ, բացարձակ։ Իշխանության մեջ հիմա օրինակ որ կանգնում են ինձ ասում են, այ դու եղել ես իմ քայլը ցուցակում, չէ՞։ Իրանցից ոչ մեկ ինձ չի ճանաչում։ Այո, ես քաղաքական մեծամասնության մեջ մարդ չունեի, ում հետ կկարողանայի խորհրդակցել, ընդդիմությանն չէի ճանաչում առհասարակ, արտախորհրդարանական ընդդիմության որևէ առնչություն չունեի, եւ ես գիտեի, որ բոլոր կողմերից հարվածվելու են։ Իշխանություն ինձ հարվածում էր, որովհետեւ դուրս է եկել, ընդդիմություն ինձ ամեն դեպքում հարվածում էր, որովհետեւ ասում էր, այ դու ժամանակին կապես
կապ ես ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, չնայած որևէ պաշտոն չեմ զբաղեցրել, որևէ որոշում չեմ կայացրել։ Ցուցակում այդ ժամանակ 100 հազարավոր են մարդկանց նման, ովքեր ասում էին փոփոխություն կա, ինչով կարողանանք գոնե այդ փոփոխության դրական առումով օժանդակենք։ Հա, այսինքն բարդ իրավիճակ էր, բայց որևէ մեկը բացի ինձանից ու ներքին համոզմունքներից բնականաբար ինձ չի ուղղորդել առավել եւս։ Ձեզ անընդհատ նշում եմ, որ դուք ընդդիմության կողմից պատրաստված եկած այն անձն եք, որովհետև մի անգամից սկսեցիք ելույթներ ունենալ հակաիշխանական, հա, որը դուր չէր գալիս իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում հստակ կարող ենք ասել, որ որևէ մեկը չեք ունեցել անգամ ընդդիմադիր դաշտից, որը խորհուրդ կտար, որ Աննա Գրիգորյան գնա մանդատդ վերցրու եւ ընդդիմադիր դաշտում։ Միանշանակ, այս աշխարհի երեսին չի կարող գտնվել նման մեկը, որ ասի, որ ես Աննային գոնե խորհուրդ եմ տվել, նկատեմ քաղաքական դաշտի, ոչ անձնական հարաբերություն ունեցող մարդկանցից։ Չէ, քաղաքական դաշտում որևէ անհատ մարդ, որևէ ուժ չի կարող ասել, որ ինձ ճանաչել է նույնիսկ այդ օրերին, ինձ ոչ թե հորդորել, այլ խորհուրդ է տվել, որևէ նման բան չի եղել։ Այսինքն Աննա Գրիգորյանը իր որոշումը կայացրել է եւ իր որոշման համահունչ մինչեւ այսօր էլ շարունակում է իր գործունեությունը։ Հետևում պետք չէ ինչ-որ հովանավորներ փնտրել եւ այլն։ Բացարձակ։ Սյունեցի մի աղջիկ էի, որը եկել էր խորհրդարան անփորձ եւ փորձում էր ինչ-որ ձևով հանրությանը իր խոսքը հասցնել։ Սոնա, եթե այդ օրերին նույնիսկ նայեք իմ ելույթները, ես շատ լավ հիշում եմ, դուք դուք կզգաք, որ ես այնքան անփորձ եմ այդ ամեն ինչում, որ շոշափելով ուզում եմ հասկանալ, ինչ պետք է անել, հասկանում եք։ Առանց խորհրդի փորձում ես զգալ ինտուիտիվ, քո ներքին համոզմունքներն ունենալով, հասկանալով, որ այս մարդիկ ինչ մեծ ողբերգություն են բերել քո երկրի գլխին, քո սերունդների գլխին, հա որի տակից չգիտենք դուրս են գալու թե դուրս չենք գալու, բայց այդ ամեն ինչի զուգահեռ փորձում ես հասկանալ, այս քաղաքական դաշտը ոնց է աշխատում, այդ գազ տորմուզը որտեղ է, ու այդ ժամանակվա իմ ելույթները լսելիս դա կզգաք այդ խիստ անփորձությունը։ Ձեր դողացող այնից կարելի էր անգամ հուսված հասկանալ, իմ հուզմունքից դա կարելի էր հասկանալ։ Այսինքն այնքան հեշտ է ասել ինչ որ մեկը օգնել է։ Դա այդ պատմությունը չի։ Հետո բայց գիտեք ես նաև վիրավորվում եմ դրանից։ Այսինքն այն ինչ մեզ այդ տեղի է ունեցել բավարար չի, որպեսզի մարդ իր որոշումը կայացնի։ Այո։ Բայց արժեքները, իր ապրած կյանքը, իր համոզմունքները, դաստիարակությունը բավարար չէ, որպեսզի մարդն իր որոշումը կայացնի։ Այո, այս տարիների ընթացքում ես ավելի պնդացել եմ, ավելի լավ եմ սկսել ճանաչել քաղաքական համակարգը, դեռ անսովոր բաներ կան ինձ համար։ Այդ ինտրիգների բանի մասով ինձ համար դեռ անսովոր է, դրան ես չեմ կարողանում մինչև վերջ հարմարվել։ Այո, ինտրիգներից կիլոմետրերով հեռու մարդ եմ, հա, չեմ կարող ոչ մաս դառնալ դրան, հա, ոչ էլ ինքս կազմակերպել, ես ընդհանրապես հեռու եմ այդ ամեն ինչից, բայց վստահեցնում եմ, որ որևէ ուղղորդու իմ հետևի մարդ ունենալ եւ այլն, այդ ուղղակի հեքիաթ է, ու նույնիսկ ինչ որտեղ ինձ համար վիրավորական, որովհետեւ ես այնքան ամուր համոզմունքներ ունեմ, որ այդ համոզմունքները առավել ամենամեծ ուժն են, որ ինձ կարող են առաջ տանել, ինչ ուրիշ մարդու մասին կարող է խոսք լինել։ Գուցե կրկնվող հարց թվաց է, Տիկին Գրիգորյան, հետաքրքիր է, այսքան ամուր ոտքի վրա քաղաքական առումով կանգնած եք, ընտանիք ու քաղաքականություն, ինչպես եք համադրում, լուսանկարներում տեսնում եմ, որ գեղեցիկ ընտանիք ունեք, ամուսին, որդի ունեք եւ այլն, դա համատեղել լինում է, թե երբեմն կտրվում եք, հա, նաեւ ընտանիքից կամ քաղաքականությունից, ինչպես եք համատեղում։ Չէ, ինձ համար սկզբունքի հարց է, որ իմ ընտանիքը չպետք է տուժի, առնվազն ժամանակային առումով, իմ մոտեցումների առումով, այսինքն իմ երեխայի նկատմամբ իմ ուշադրությունը չպետք է պակասի, իմ ամուսնու նկատմամբ ուշադրությունը չի կարող պակասել, որովհետև իմ գործունեությունը չի կարող հարվածի տակ դնել իմ ընտանեկան մթնոլորտը։ Միևնույն ժամանակ ես պետք է ասեմ, որ այո, այս բարդ քաղաքական միջավայրում երբեմն խնդրում եմ իմ ընտանիքին որոշակի համբերությամբ լցվել, հա, ժամանակ ինչ որտեղ գնալիս, ասում եմ, ներեցեք, հա, այս փուլում չեմ կարողանում մասնակցել եւ այլն, հա, նման առանձին էպիզոդներ լինում են, բայց որ ասեմ, գլոբալ մեծ ազդեցություն ունեն հիմա բացասական առումով իմ ընտանեկան միջավայրի վրա, այդպես չի։ Մենք տանը շատ քիչ ենք շփվում քաղաքականության մասին, չնայած ամուսինս, որ ընդհանրապես ապաքաղաքական մարդ է եղել շատ երկար տարիներ եւ իմ գործունեության բերումով է սկսել ավելի քաղաքական միջավայրին ծանոթանալ, տանը ժամանակ առ ժամանակ ինչ որ հարցադրումներով հա կիսվում ենք, բայց մեր տանը լրիվ ապաքաղաքական միջավայր ենք ստեղծում մեր երեխայի համար ավելի առողջ մթնոլորտ, որպեսզի լինի, չնայած անմասն չեն կարող լինել այն ընդհանուր մթնոլորտից, որ հիմա կա ցավոք սրտի։ Հա, բայց պետք է նաև նշեմ, որ քաղաքականության մեջ կինը չի կարող ամուր երկու ոտքի վրա կանգնել,
եթե նրա ամուսինը կամ նրան ուղեկցող ընտանիքի անդամները չեն սատարում։ Որովհետև ես գիտեմ, որ ամբողջական սատարուն ունեմ իմ ամուսնու կողմից, իմ ընտանիքի կողմից, ես շատ ավելի հանգիստ եմ առաջ գնում։ Դուք պատկերացրեք այն կնոջ համար, ով իր գործունեության ընթացքում տուն է վերադառնում եւ նրան կշտամբում են, ես ինչու ավելորդ ասացիր, ես ինչու պետք չի ասել, մի արա, մի խոսա եւ այլն, շատ բարդ կլինի։ Բայց քանի որ ես գիտեմ, որ այդ ամբողջական սատարուն ունեմ իմ ընտանիքի կողմից, ինձ համար շատ ավելի հեշտ է իմ գործունեությամբ առաջ գնալ։ Տիկին Գրիգորյան, նաև կուզեմ նշել, որ էմոցիոնալ շատ սրտառուչ ելույթներ եք երբեմն ունենում, հաստատ բոլորի սրտին հասնում է, բայց կյանքում անընդհատ ձեզ հետ շփվողները միշտ ասում են, որ դուք թաքցնում եք ձեր էմոցիաները, ավելի սառնեք շփումների ժամանակ։ Մի կերպար է ձևավորվել, որ շփում չսիրող անձ եք։ Կա այդպիսի բան, թե սխալ տպավորություն է նաև ստեղծված։ Ինչ որ առումով կարող է նման բան լինել։ Այո, ես, ինչպես արդեն ասացի մեր խոսքի սկզբում, ես շատ ավելի հանգիստ մարդ եմ։ Իմ ելույթները երբեմն լսելուց հետո, երբ ինձ հետ շփվում են, ասում են տարբեր մարդիկ, ասում են տարբեր չեմ, այլ բանա, որ դու քո այն ինչ որ դու ուզում ես մարդկանց տեղ հասցնել, բնականաբար էմոցիա պետք է դնել դրա մեջ, ու դա բնական է, այսինքն ես ոչ թե խաղում եմ այդպես, այլ իմ բնական էմոցիաներն են գնում։ Բայց առօրյա կյանքում շփվելիս ես շատ ավելի խաղաղ եմ, շատ ավելի հանգիստ եմ։ Ընդհանրապես այդ բանը ջղային ինչ որ երբեմն ագրեսիվ Աննա են տեսնում, չէ՞։ Այո, իրական կյանքում բացարձակ զրո ագրեսիայով շատ հանգիստ մարդ եմ, որովհետև առօրյա կյանքում մարդկանց հետ շփվելիս ի վերջո ամենտեղ Նիկոլ Փաշինյան չկա, չէ՞, որ այդ էմոցիաներն առաջացնի։ Ես շատ ավելի հանգիստ եմ, այո, շատ մարդամոտ եմ, բայց շատ շփվող էլ չեմ։ Ինչ որ բալանսի մեջ եմ, այսինքն ունեմ արդեն այն մարդիկ, ում հետ մեծ սիրով եմ շփվում, շատ եմ շփվում, բայց որ ասեմ շատ մեծ նման էմոցիաներով մարդ եմ, իրական կյանքում այդպես չի։ Ամբիոնի Աննան եւ Առօրյայի Աննա Գրիգորյանը լրիվ տարբերվում են։ Լրիվ չեն, որովհետեւ բնականաբար այդ էմոցիաները եսի մեջ ապրում եմ եւ ելույթների ժամանակ ավելի հանգիստ եմ փոխանցում, բայց իրական կյանքում այդքան էմոցիոնալ չեմ, որքան կարող եմ երևալ ամբիոնից։ Խորհրդարանում ինչպես եք ընտրում ելույթները, Տիկին Գրիգորյան, ինչը պետք է ձեզ տիպի, որ դուք ելույթ ունենաք, հարց հնչեցնեք, ինչից ելնելով եք այդ որոշումը կայացնում ամեն անգամ։ Դե ըստ իրավիճակի, ըստ նրա թե այդ պահին ինչն է ամենաակտուալը, ինչից պետքա խոսել, բնականաբար երկար տարիներ շարունակ հիմնականում խոսել եմ Արցախից, բանակցություններից, անվտանգությունից, Սյունիքից։ Եթե նայեք իմ բոլոր ելույթների, հարցերի 90%-ը դրա մասին են եղել։ Բայց վերջին ժամանակահատվածում ես նաև խոսում եմ կոռուպցիայից, տարբեր այլ դրսևորումներից, քաղաքական հետապնդումներից, օրինակ ներքին քաղաքական կյանքի մասին խոսելը ինձ համար վերջին կարծես թե մի տարվա ավելի թեմաներ են, որովհետև ես դրանց շատ ավելի քիչ եմ անդրադարձել, ավելի երբ այն ժամանակ ունեինք Արցախի խնդիր, անվտանգության խնդիր, որը մինչև հիմա էլ կա եւ դրա մասին խոսում ենք, բայց նաև փորձել եմ համատեղել արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ ներքին քաղաքական կյանք, կոռուպցիա եւ այլ հարցեր։ Այսինքն ըստ իրավիճակի ըստ անհրաժեշտության։ Տեսեք, նաև ձեզ բնութագրում են, որ դուք այն падգամավորն եք, որ կարողանում եք Նիկոլ Փաշինյանին հունից հանել, հախուռն արտահայտություններ լսել, երբեմն կարող են նա հունից դուրս գալ այնքան, որ ազգային ժողովի ամբիոնից ինչ որ հայոյանքներ հնչեցնի եւ այլն։ Ասում են դուք այդ կոճակի տեղը գիտեք, ճիշտ է բնութագրում ձեզ այդ անգամ։ Ասած նման ձևակերպումներ լսել եմ, որ ես Ձեր ցանկացած հարցից Փաշինյանը հունից դուրս է գալիս։ Ես վստահ չեմ, որ դա ինձանից է, որովհետեւ միգուցե այսինքն տարբեր կոմպոնենտներ կան, որոնք աշխատում են այդտեղ։ Միջև այդ արդեն հարցադրումներ լինում են եւ Նիկոլ Փաշինյանը որոշակի էմոցիոնալ լարվածություն ունենում է, միգուցե դրանից հետո է դա դրսևորում։ Չնայած ինքը ամենաշատը նման էմոցիոնալ բանի մեջ ընկնում է, դիսբալանսի մեջ ընկնում է, նաեւ կոռուպցիայի հետ կապված հարցերից եւ վերջո իրենք իշխանություն են, որ 18 թվականին գալիս ենք, որ այլևս կոռուպցիա չլինի եւ այլն։ Հիմա որտե պատտվում ես, տարբեր մարդիկ այնքան կոռուպցիոն սխեմաների մեջ թաղված են, որ դրա մասին հիշատակումը այո իրեն հունից հանում է, հատկապես այդ նման հարցերը, որոնք կոնկրետ փաստեր են պարունակում։ Այո։ Կոնկրետ փաստեր, պակաս էմոցիաներ, որոնցից ինքը կարող է կարճել, կոնկրետ փաստեր, որոնց պետք է արձագանքի, այդտեղ այո ինքը որոշակի լարվածության մեջ կոնկրետ անուններով երբ հնչեցնում եք, եթե իրեն դուր չի գալիս, այսինքն կոճակը կարելի է համարել դա, որ ինքը իր թիմակիցների մասին չի սիրում խոսել, երբ որ դուք բացահայտումներ եք անում։ Ինքը հո հասկանում է, որ ես ճիշտ հարցադրում եմ հնչեցնում, ինքը հո գիտի, որ դա է ճշմարտությունը, բայց ինքը չի կարող ասել, որ այո, դա ճշմարտությունն է, որովհետև դրան պետք է հետևեն գործողություններ։
Հետևաբար ինքը ինչ պետք է անի, այսպես էմոցիայով փորձի լղոզել։ Երբ մարդը գիտի ճշմարտությունը, երբ մարդը պետքա ճիշտն ասի, ինքը կարիք չունի էմոցիոնալ պորտկումների։ Ինքը ուղիղ կպատասխանի։ Իսկ երբ որ մարդը էմոցիոնալ պորտկման մեջ է ընկնում սովորական հարցադրումից, որտեղ վիրավորանք չկա, պիտակավորում չկա, այդտեղ նշանակում է տակը լիքը շերտեր կան, որոնք ինքը փորձում է թաքցնել իր էմոցիոնալ պորտկումներով։ Տիկին Գրիգորյան, ինչպես կբնութագրեք այսօրվա խորհրդարանի մթնոլորտը, որովհետև միշտ լարված է, իշխանությունը անդադար ոչ թե լսում է քննադատություն ընդդիմադիրների, այլ փորձում է հակադարձել, կռվել, վատ մթնոլորտ ստեղծել։ Ինչպիսին է, ինչ անել, որ այս մթնոլորտը հարթվի։ Մի բառով անտանելի մթնոլորտ է։ Ես Սոնա ջան, անկեղծ եմ ասում, երբեմն մարդիկ են լինում, ասում են, այ դուք նորից գնում եք խորհրդարան, ձեր աթոռները եւ այլն։ Իսկապես այդ մարդիկ չեն պատկերացնում ինչ մթնոլորտ է այնտեղ, ինչպիսի մարդկանց հետ մենք գործ ունենք, ինչպիսի իրավիճակ է ընդհանուր այնտեղ տիրում, արդյոք հնարավոր է դա փոխել այս փուլում, դա իհարկե հնարավոր չէ։ Մինչև այս խորհրդարանի վերջը ես կարծում եմ նույնիսկ ավելի սրվելու է իրավիճակը եւ շատ հուսանք, որ հաջորդ խորհրդարանը բովանդակային առումով եւ տեսքի առումով բացարձակապես այլ է լինելու։ Քաղաքական որոշում ունեք, ինչ որ որտեղ գնալ, ինչ անել, որտեղ եք ձեզ պատկերացնում։ Պատգամավորի պաշտոնում, պատգամավորի դերում տեսնում եմ, որ լրիվ ձերն է։ Կա այլ ինչ որ պաշտոն, դիրք, որը պատկերացնում է Աննա Գրիգորյանը առաջիկայում։ Տեսեք, հետաքրքիր է, չէ՞, որ ասում եք դուք ինձ տեսնում եք այդ պատգամավորը, ինչ է հրապարակային հանրային գործունեությունը, քաղաքական, որը հնչում է եւ հասնում է հանրությանը։ Բայց ինձ մոտ օրինակ ես միշտ մտածել եմ իմ մասին, ինքս իմ կարողությունները, մոտեցումները վերլուծելիս միշտ իմ մասին ունեցել եմ պատկերացում եւ ընկալում, որ ես մարդ եմ, ով ավելի պետքա աշխատի մի իրավիճակում, որտեղ կարիք չկա շատ խոսելու, կարիք չկա առաջին տեղում խոսելու, պետք է, օրինակ ես ավելի շատ պատկերացրել եմ, ունենամ ծրագիր, գծեմ ծրագիր, ճանապարհային քարտեզ իրականացնեմ, արդյունք տամ, մարդկանց կյանքը լավանա ու կարիք չկա, որ այդ մարդիկ իմանան, թե ով է դա իրականացրել։ Այսինքն ես ինձ ավելի քիչ եմ պատկերացրել հանրային հրապարակախոսական այս կարգավիճակում եւ ավելի շատ պատկերացրել եմ որպես մարդ, ով կարող է աշխատել, որպեսզի արդյունք արձանագրվի, որովհետեւ այսօր ցավով պետք է արձանագրեմ, որ շատ քիչ են մարդիկ, ովքեր այո այդ մեխանիզմով կարող են աշխատել, բայց հիմա ավելի բան եմ անում, հա, այսպես հարմարվում եմ եւ ավելի իմն եմ նաեւ զգում այս օրենսդիր դաշտում։ Այ օրենսդիր դաշտում այս հրապարակային հանրային գործունեությունը, որը շնորհել էին տեսնում անկեղծ ասած, ընդդիմադիրներից մտածում են, որ լավ վարչապետի տեխնացու կարող եք լինել։ Ես իհարկե կարծիքներն եմ լսել, բայց վստահ եմ, որ սա այնպիսի ճակատագրական փուլ է, որ շատ պրոֆեսիոնալ մարդիկ են մեզ պետք, մեզ պետք չի ուղղակի անունների փոփոխություն, մեզ պետք է ամբողջությամբ նոր որակի կառավարություն, որտեղ մարդիկ կլինեն շատ պրոֆեսիոնալ, շատ փորձառու եւ կկարողանան իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ մենք այս իրավիճակից դուրս կգանք։ Այսինքն, եթե ամփոփելու լինեմ ձեր հարցը, ես միշտ չի որ պատկերացրել եմ, որ ես այս գործունեությունը կկարողանամ կատարել, ես այլ իմ տեսակով այլ եմ, բայց նաեւ սրա հետ եմ բավականին ներդաշնակ եմ։ Այ հիմա արդեն ներդաշնակ եմ զգում։ Տարիներ առաջ այդքան ներդաշնակ չէի զգում։ Այո, 20 թվականից հետո ես ներդաշնակ չէի զգում իմ այս գործունեության մեջ, բայց հիմա տարիներ հետո, երբ հատկապես մարդկանց կողմից լսում ես այն կարծիքը, որ դուք արտահայտեցիք իմ սրտի խոսքը, լրիվ իմ սրտից էր ինչ որ ասեցիք, հասկանում ես, որ քո խոսքը տեղ հասնում է, այլ տեղ հասնում է, մարդիկ ինչ իրենց մտքում մտածում են, բայց չեն կարողանում բարձրաձայնել ստեղծված վախի պայմաններում, այն ինչ իրենք զգում են, բայց չգիտեն թե դա ոնց պետք է արտահայտվի, ես դա կարողանում եմ անել, ես դրանից միայն մեծագույն հաճույք եմ ստանում։ Այս հարցը պետք է հնչեցնեմ, որովհետև անդադար ձեր շուրջ այս հարցը պատտվում է, ասում են, որ Սամվել Կարապետյանի ձևավորված ուժի կողմն եք գնալու, դուրս եք գալու այլևս Հայաստան խմբակցությունից եւ ունեք արդեն այդ որոշումը։ Արդյոք կա որոշում դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի թիմից եւ գնալ նոր ստեղծվելիք թիմ։ Ինչ իմաստն է։ Սուպեր։ Դե որ ասում եմ, մեր քաղաքական դաշտը տարբեր ինտրիգների, մանիպուլյացիաների, ինչ անխուսափելի է, ես ոչ թե sense բանը բացասական բանով եմ ասում, դա անխուսափելի է, մասն է քաղաքական գործունեության, բայց ինչ իրականության հետ բնականաբար կապ չունի։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, բնականաբար Սամվել Կարապետյանը մեծ բարերար է, մեծ հայ բարերար է, ով այսօր ապօրինի գտնում է կալանքի տակ, ինքը քաղ բանտարկյալ է։
Եվ հիշում եք ցույց էր կազմակերպվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, եւ ես այնտեղ որպես քաղաքական գործիչ իմ խոսքն եմ հնչեցրել։ Ես միայն կարող եմ ենթադրել, որ այդտեղ իմ ելույթն է մարդկանց մոտ ինչ որ բաներ առաջացրել, իլյուզիաներ առաջացրել, բայց բնականաբար դա որևէ կապ չունի։ Ես Հայաստան խմբակցության պատգամավոր եմ եւ շարունակում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ։ Ձեր որոշումը հստակ է, եթե գնաք ընտրություններին մասնակցելու, անպայման գնալու եք Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ, որևէ փոփոխություն չի լինելու։ Տարբեր հարթակներում մի այսպիսի քննարկում տեղի ունեցավ, այսպիսին են բնորոշում, որ ընդդիմադիր դաշտում, եթե նախկին նախագահները, պաշտոնաթողները չմասնակցեն 26 թվականի ընտրություններին, ապա հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Դուք կիսում եք այդ դիրքորոշումը, որովհետև ասում են նրա հաղթաթուղթը նախկին նախագահների անցած ուղին է։ Ինչպես եք վերաբերվում այս արտահայտությանը։ Սոնյա ջան, կարծում եմ սա նարատիվային թակարդ է, որտեղ մարդիկ, գիտեք, շատ մարդիկ իսկապես ուզում են փոփոխություն լինի եւ այդ փոփոխության ճանապարհին մի քայլանի ինչ որ գործողություններ են պատկերացնում, այսինքն օրինակ նախագահները չլինեն, նշանակում է Նիկոլը կգնա, ախր այդպես չի։ Որևէ բարդ խնդրի լուծում մի քայլանի կոմբինացիա չի։ Հատկապես եթե դու չես ասում դրանից հետո ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհանրապես քաղաքական դաշտում դա հակաքաղաքագիտական թեզ է, որ եթե այս մարդիկ չլինեն, այլ ուժեր տեղը կլցնեն։ Եթե այդ ուժերը կան, ուրեմն նշանակում է իրանք հիմա կկարողանային այդ հանրային վստահությունը վաստակել։ Եթե մարդը չի կարողանում իր անձով, իր գաղափարներով մարդկանց իր շուրջը գրավի, ասում այ դուք որ հիմա կաք, որ ավելի ազդեցիկ եք, դուք դուրս եկեք, ես կկարողանամ դա լրացնել, դա ուղղակի абսուրդ է։ Դա ուղղակի абսուրդ է։ Եվ հետո այդ էլ է շատ կեղծ թակարդային նարատիվը, որ Նիկոլ Փաշինյանը այ նախկին նախագահներն են, իրենց թիմերն են, դրա համար կարողանում է սենց անի։ Ես ուզում եմ բոլորիս հիշեցնել Բագրատ Սրբազանի դեպքը։ Մարդ, որ որևէ արատ չուներ իր վրա, որևէ արատ։ Դուք հիշում եք ինչպիսի կեղծիքներ էին իր մասին խոսում, անկախ ամեն ինչից իրան կապում էին նախկին նախագահների հետ, որ որևէ առնչություն չուներ, ամենավերջին ստոր հերյուրանքներն էին իր մասին հայտնում, այսինքն չկա այս աշխարհի երեսին մեկը, ով կհայտնվի քաղաքական դաշտում եւ իշխանական քարոզչությունը չկարողանա հաճացնել։ Հա, կամ նկատի ունեմ, այո, նրա հետ վարվել այնպես, ինչպես հիմա օրինակ մեր թիմերի նկատմամբ է իրականացում։ Այսինքն այդ մարդիկ ինչքան նաիվ պետք է լինեն, ինչքան ապաքաղաքական պետք է լինեն, որ կարծեն միակ խնդրի լուծումը այն է, որ նախագահները գնան։ Նախագահներն ունեն իրենց կոնկրետ մեր մասով ասեմ։ Ռոբերտ Քոչարյանը ունի իր հստակ ընտրազանգված, իր հետևող մարդիկ 20 թվականի, 21 թվականի ընտրություններում մարդիկ վստահության քվե են տվել։ Հասկանում եք, եթե հիմա ձևավորված նոր քաղաքական ուժերի համար իմիջիայլոց մենք բավականին ուրախ ենք։ Մենք շատ ուզում ենք, որ նոր քաղաքական ուժեր ձևավորեն, իրենց առաջարկով հանդես գան, գնան մարդկանց հետ խոսեն։ Մեր երկրի բնակչության մոտ 60%-ը չի վստահում գործող քաղաքական որևէ ուժի։ Հիմա այդ նոր ձևավորված քաղաքական ուժերը փոխանակ գնան, խոսեն այդ 60% մեր բնակչության հետ, ով հիասթափված է ամեն բանից, փորձում է իրան իզոլացված պահի ամբողջ քաղաքական գործընթացից, փոխանակ գնան այդ մարդու հետ խոսեն, ասեն՝ «Սիրելի մարդ, ես կլինեմ քո ձայնը, ես կլինեմ քո ներկայացուցիչը, ես կբերեմ քեզ համար փոփոխություն»։ Ընտրում են ամենահեշտ տարբերակը գործող քաղաքական ընդդիմությանը հարվածելու։ Հասկանում եք, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ճանապարհ չի։ Հաղթանակի ճանապարհ չի, եւ ես իմ խորհուրդը ոմանք կընդունեն, ոմանք չեն ընդունի, բայց իմ խորհուրդն է, որ այդ ճանապարհով չգնան, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, փորձեն զբաղվել իրենց գաղափարներով, շփվեն մարդկանց հետ, փոխանցեն իրենց գաղափարները, վստահության արժանանան ժողովրդի կողմից։ Տիկին Գրիգորյան, նաև կուզեմ խոսեմ 2021 թվականի սյունեցիներով մի կուսակցություն ստեղծեցիք Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որը վերածնվող Հայաստան, այդպես էր կոչվում, հետո մի անգամից սյունեցիներով դուրս եկաք, որոշում կայացրեցիք եւ այլն, Վահե Հակոբյանը հիմա հետախուզման մեջ է գտնվում եւ այլն։ Նախ ինչու որոշում կայացվեցիք լրիվ դուրս գալ կուսակցությունից եւ ինչ հարաբերություններ ունեք այս պահին դուք Վահե Հակոբյանի հետ։ Նախ պատերազմից հետո հասկանալի էր, որ Արցախը խոցված էր, ու մենք ունեինք Շուշի, Հադրութ օկուպացված,
բայց մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ ստեղծվել էր բավականին բարդ իրավիճակ, ադրբեջանական զորքեր կային արդեն Սյունիքում կանգնած, եւ այդ ժամանակ ձևավորվեց կուսակցությունը, որի անդամ ես չեմ եղել, այսինքն ի սկզբանե մասնակից չեմ եղել այդ քննարկումներին, որոշումների կայացմանը, թե ինչպես է ձևավորվել կուսակցությունը, ես այդ փուլում այդտեղ չեմ եղել։ Հետագայում, երբ արդեն ինքս ինձ համար որոշում կայացրեցի քաղաքականությամբ այս գիծը շարունակել, այսինքն իմ հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականն էր, ես մտածեցի, որ հատկապես Սյունիքի քաղաքապետերն էին ձևավորել, ում ես ճանաչում էի, օրինակ Հակոբյան Վահեին չէի ճանաչում, բայց Սյունիքի համայնքապետերին ճանաչում էի եւ ավելի շատ նրանց նկատմամբ ունեցած վստահությունս ինձ նաեւ թույլ տվեց մաս կազմելու կուսակցությանը։ Ես շատ կուզենայի, որ այդ կուսակցությունը կարողանար կայանալ եւ ոնց որ Սյունիքի կուսակցություն լիներ, բայց մտածում ենք, որ ինքը լոկալ չպետքա լինի, այլ ինքը ընդհանուր համապետական նշանակության կուսակցություն կարող է դառնալ, բայց ցավոք դա չստացվեց, տարբեր այդ թվում նաեւ միջանձնային որոշակի բարդ հարաբերություններից ելնելով, որոնց մասին ճիշտ ասած առանձնապես նպատակահարմար չեմ գտնում խոսել։ Ես անձնապես 22 թվականի դիմադրության շարժման փուլից սկսած որևէ կոնտակտ չեմ ունեցել Վահե Հակոբյանի հետ եւ ուղղակի ժամանակի հարցեր, երբ դուրս կգայի կուսակցությունից, հետո մի իրավիճակ ստեղծվեց, երբ արդեն պարզ է, որ կուսակցությունը իր գործունեությունը չի ծավալում եւ մենք բոլորս նկատի ունենք հիմնական սյունեցիներ։ Այո, սյունեցիներ։ Բոլոր սյունեցիները որոշեցինք դուրս գալ։ Կապ չկա, որևէ հարաբերություն։ Չէ, դիմադրության շարժումից ի վեր անձնապես որևէ առնչություն չեմ ունեցել։ Ինչու չի հաջողվում ընդդիմությանը միավորվել, Տիկին Գրիգորյան, անընդհատ կա ինչ-որ։ Բայց խնդրում եմ հստակեցնել ինչ նկատի ունեք միավորվել ասել։ Ինչ որ թեկուզ հենց վարչապետի տեխնացու ունենալու հետ կապված, որովհետև միավորում լինում է անդադ պայքար, փողոցային եւ այլն, երբ որ հասնում է ինչ որ մի կետի, երբ որ պետք է որոշումներ կայացվի, պայքարը թեժանա, միանգամից բաժանում է լինում։ Ինչն է խնդիրը։ Դուք ուսումնասիրել եք այս ժամանակահատվածում, ինչու ընդդիմությունը չի կարողանում այդ վերջնակետին գալ, միավորվել, տարակարծությունն է, չգիտեմ, ինչն է խնդիրը։ Ես մի քիչ արհեստական եմ համարում այդ միավորվել թեզը, որովհետև միավորվել հաճախ մարդիկ կարծում են, որ բոլորն իրար հետ մեկտեղ պետքա լինեն, մի ճակատով պետքա գնան եւ մի մարդու առաջնորդությամբ, ինչը իսկապես անհնար է, նաեւ պրակտիկ, երբ նայում ես քաղաքական դաշտին, իսկապես դա ոչ միայն տեսական է, նաեւ պրակտիկորեն իսկապես հնարավոր չէ, բայց երբ որ դուք ասում եք այ ընդդիմությունը երբեք չի միավորվում եւ մեկ միասնական օրակարգ եւ այլն կամ օրակարգի շուրջ շատ հաճախ են միավորվում եւ նման փորձեր եղել են հատկապես փողոցային շարժման ժամանակահատվածում։ Ես օրինակ ինքս հայրենիքի փրկության շարժման մաս չեմ եղել, բայց այն ժամանակ ես հիշում եմ, որ ընդդիմադիր ուժերը միավորվել էին, վարչապետի տեխնացուն էին Վազգեն Մանուկյան, իդեմս Վազգեն Մանուկյանի։ Այսինքն եթե այդ փուլը հաշվի առնենք, այդ փուլում եղել է։ Ընտրությունների ժամանակ ընդդիմության շատ մի լայն ճակատ միավորվեց Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Դրանից հետո դիմադրության շարժում կար, ելի օրակարգի շուրջ ընդդիմադիր լավ կոնսոլիդացիա կար։ Բագրատ Սրբազանի առաջնորդության ժամանակ շատ ավելի լայն կոնսոլիդացիա կար ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև նույնիսկ վարչապետի տեխնացուի մասով համընդհանուր կոնսենսուս կար։ Այսինքն ես չեմ կարծում, որ դա օբյեկտիվ իրականություն է, որ ընդդիմությունը ըստ անհրաժեշտության առնվազն օրակարգի շուրջ չի միավորվում։ Մենք բոլոր ժամանակահատվածներում ունեցել ենք օրակարգի շուրջ միավորումներ, ցավոք սրտի վերջնարդյունքում մենք մեր հիմնական նպատակին չենք հասել։ Բայց հիմա երբ որ մենք գնում ենք դեպի հետայացքով նայում եք, ինչն է պատճառը, որ այդ վերջնարդյունքին չեն կարողանում հասնել։ Չի հերիքել։ Այն մարդիկ, ովքեր հիմա օրինակ մտնում են քաղաքական դաշտ, ասում են դուք հələ կողք քաշվեք, ես եմ հիմա օրինակ հայտ ներկայացնում, այնքան լավ կլիներ, որ այդ մարդիկ այն ժամանակահատվածում, երբ մենք process-ներ ենք սկսում, բա պատկերացրեք իրանք էլ մասնակցեին, մյուսներն էլ մասնակցեին, բոլորը կպնեին։ Այդ ժամանակ իսկապես անխուսափելի կլիներ Նիկոլ Փաշինյանի պարտությունը։ Ցավոք այդ փուլում ընդդիմությունը շատ ավելի սահմանափակ ներուժ ուներ, շատ ավելի սահմանափակ թվով մարդկանց ներգրավվածություն էր։ Չնայած ամեն հաջորդը ավելի մեծ մարդկային կոնսոլիդացիա էր ապահովում, քան նախորդը։ Եթե համատեք օրինակ հայրենիքի փրկության շարժում, հետո դիմադրություն, որն ավելի մարդաշատ էր, հետո Բագրատ Սրբազանի առաջնորդի շարժումը, որը շատ ավելի մեծ մարդկանց քանակություն էր ապահովում։ Բայց եթե հիմա գնում ենք օրինակ ընտրությունների, այստեղ էլ երբեմն ասում են, թե ընդդիմությունը մեկ դաշինքով գնա,
Վիճակը, այսինքն լինի Նիկոլ Փաշինյան եւ լինի հավաքական ընդդիմություն, որն ասում եմ իսկապես տեսականորեն հնարավոր չի ապահովել, բայց ես կարծում եմ ավելի արդյունավետ կլինի, որպեսզի ընդդիմադիր յուրաքանչյուր ճակատ, հա, կարողանա ամբողջական իր ներուժը օգտագործել, կոնսոլիդացնելու մարդկանց որոշակի, հա, խումբ 60% ունենք չկողմնորոշված մարդիկ, ում հետ մեծ աշխատանք կա իրականացնել, այսինքն պայմանական Հայաստան դաշինքը իր ներուժն է կոնսոլիդացնում, մյուսը իր ներուժն է կոնսոլիդացնում, մեր ձևով, որ հիմա բավականին ակտիվ սկսել է աշխատել, իր ներուժն է կոնսոլիդացնում։ Եթե յուրաքանչյուր իրական ընդդիմադիր ուժ կարողանա իր մաքսիմումի չափով մարդկանց ներուժ կոնսոլիդացնել, մարդկանց համոզել, որ պետք է գնալ ընտրությունների, ոչ թե ոմանց նման փորձել ասել, որ որևէ բան չի փոխվելու եւ այլն։ Մեկը Փաշինյանը, հա, մեկը Փաշինյանը կա, մնալու է, հավերժա, ցմահա, չգիտեմ, սենց բաներ են ասում, չէ։ Հիմա եթե այդ մթնոլորտը փորձես փոխել ու ասել, որ քո ընտրությունից բան է կախված, մարդիկ եթե գնան ընտրության, այսօր մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը ընդդիմադիր հայացքներ ունի, ընդդիմադիր դիրքորոշում ունի։ Եթե մարդկանց կարողանաս համոզել գնալ ընտրատեղամաս, իրավիճակը լրիվ այլ կլինի։ Եվ վերջին հարցս ամփոփելով, միշտ այս հարցը դուք եք տալիս Փաշինյանին, անիֆի գործերից, ինչ Տիկին Գրիգորյան, մարդ չի պատժվում, Տիգրան Ավինյանն իր տեղում է, որևէ մեկը այդ հարցով չի պատժվում, գումարները մսխել են եւ այլն։ Ի վերջո ձեզ համար հասկանալի էր, ինչ կատարվեց այդ գումարների հետ, ովքեր են մեղավորները։ Մեղավորները այն մարդիկ են, ովքեր ունեին ազդեցություն որոշումների կայացման վրա, ովքեր վերահսկում էին գումարների հոսքը եւ հետեւաբար տեսել են, որ այդ գումարները փոշի անում են։ Լավ, հիմա ինձ ինչքան էլ փորձեն համոզել, որ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհու անունով բացված օֆշորում կազմակերպությանը, որը 8 օր առաջ է բացվել, այո, 1.5 միլիարդի փոխանցումը հեչ կապ չունի Տիգրան Ավինյանի հետ, իր կնոջ հետ, հա, այսինքն ինքը այդտեղ զրոյական ազդեցություն է ունեցել։ Ես որոշակի միամտություն ունեմ, բայց այդքան միամիտ չեմ դրան հավատալու համար։ Այսինքն այն, որ եւ Տիգրան Ավինյանը, եւ այդ ժամանակվա կառավարիչները մնացածի ուղղակի շատ լավ չգիտեմ, այն մարդիկ, ովքեր թղթեր են ստորագրել, երբ տեսել են, որ միլիարդներ ա գնում ինչ որտեղ էր, որոնք հետո պրոդուկտ չեն տալիս։ Պրոդուկտ չեն տալիս, այն մարդիկ, ովքեր որոշել են, որ $10,000 եւ ավելի աշխատավարձներ կարելի է տալ մարդկանց, գործուղումների համար խոշոր գումարներ, խոշոր պարգևավճարներ, այդ բոլոր մարդիկ ունեն պատասխանատվություն եւ այդ մարդիկ վերացական մարդիկ չեն, իրանք ունեն կոնկրետ անուն ազգանուններ, բայց քանի որ այս շղթան ես ենթադրում եմ ինչ որ ձև կապվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը այս գործը չի բացահայտվելու։ Միայն իշխանապողությունից հետո հասկանալի կլինի, թե $70 միլիոն ի վերջո ոնց է անհետացել։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Գրիգորյան, բլից հարցեր ունեմ, որը կխնդրեմ մի քիչ ավելի արագ պատասխանել։ Սիրում։ Եթե մեկ բարձ նախադասությամբ նկարագրենք ձեր անձնական նպատակը քաղաքականության մեջ, ինչպես կձևակերպեք։ Մարդկանց կյանքը ավելի լավը դարձնել, անվտանգ դարձնել, բարեկեցիկ դարձնել։ Մի բան, որը շատերը չգիտեն ձեր մասին, ճակերտներ բացենք։ Չգիտեմ նման բան, որ կարելի է ասել, այսինքն ես այն եմ, ինչ որ կամ հիմա, այսինքն ինձ հրապարակային ինչ տեսնում մարդիկ լսում են, ես միայն դա եմ եւ դրանից ավել ոչ, այսինքն եթե գաղտնիք եք ուզում որ ասեմ, գաղտնիք էլ չունեմ, որ փորձեմ կիսվել։ Որն է այն կարմիր գիծը, որ երբեք չեք անցնի քաղաքական պայքարում։ Կարծում եմ որոշակի նաև անձնական տիրույթ մտնելը, ինչը այսօր օրինակ չի անում իշխանությունը։ Իշխանությունը բոլորի անձնական կյանքում ուղղակի ուղիղ մասնակցություն է ունենում։ Որ հարցում եք ձեզ ամենից միայնակ զգում խորհրդարանում, անկեղծանանք։ Միայնակ չեմ զգում, մենակ չեմ զգում, ու ընդհանրապես ինձ համար նորմալ է նույնիսկ եթե ես մենակ լինեի, որովհետև մարդն իր քաղաքական համոզմունքների բերումով որևէ ելույթ ունենում կամ չունենում, այսինքն ես կարիք չունեմ որ 10 հոգի մեջ կկանգնած ասի, ախ, այսինչ լավ ասիր եւ այլն, եթե ես որոշել եմ որ որևէ բան պետք է ասեմ, հետեւաբար մենակ կամ միայնակ չեմ լինում։ Ընդդիմադիր լինելը ավելի շատ առավելություն է թե ճնշում։ Ես որևէ առավելություն չգիտեմ այդտեղ։ Անկեղծ եմ ասում, այսօր հատկապես այսօր ընդդիմության անդամ լինելը ոչ մի առավելություն անհատապես չի տալիս, բացի նրանից, որ դու քո ընտանիքի անդամները մշտական ճնշման ներքո ես, մշտական այսպես մանրադիտակի տակ ես գտնվում։ Թիրախում։ Եթե հնարավորություն ունենայիք փոխել մեկ բան ընդդիմության աշխատանքում, որը կլիներ։ Շատ ավելի համակարգված ինստիտուցիոնալ եւ ավելի համարձակ, որովհետեւ ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ իշխանությունը դեռ ընդդիմության ֆորմուլայով է աշխատում, իսկ ընդդիմությունը իշխանության ֆորմուլայով է աշխատում։ Եթե այսօր լինեին արտահերթ ընտրությունները, ընդդիմության իրատեսական տոկոսը որն է, եթե հիմա
տոկոսային։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը բոլոր շանսերը ունի հավաքական, որտեղ ասեցի մի ընդդիմություն չի լինելու, հավաքական ունենա մեծամասնություն։ 3 խորհուրդ երիտասարդ աղջիկներին, ովքեր ուզում են քաղաքականության մեջ մտնել։ Լինել համարձակ, որևէ թիրախավորումից նահանջ չունենալ, բայց ինչու հենց հատկապես աղջիկներին։ Որտեվ կին քաղաքական գործիչ եք, հետաքրքիր է, միշտ թիրախում են կանայք, դրա համար եթե կինը որոշի մտնել, պետք է մտածի, որ հաստատ որպես կին էլ չեն նրան թիրախավորում են։ Հա, լավ, այդ պարագայում, այո, լինել համարձակ, չվախենալ որևէ կերպ թիրախավորումից եւ փորձել հնարավորինս շատ մարդկանց հետ շփումներ ունենալ, կապեր հաստատել, որովհետեւ կապերը մշտապես օգնում են քաղաքականության մեջ։ Ձեր ամենաուժեղ կողմը 3 բառով։ Ուժեղը չգիտեմ, բայց շատ նկարագրական կարող եմ ասել։ Ես որպես մարդ շատ խոնարհ մարդ եմ, արդարամիտ եւ խիզախ։ Ինչպես եք լիցքաթափվում լարված առօրյայից հետո տանը ֆիլմ, սիրելի ամուսնու հետ, թե ռեստորանում երգերաշտություն։ Չէ, տանը ֆիլմ։ Ով է ձեզ համար քաղաքականության մեջ էտալոնային կերպարը։ Գոլդա Մեյեր։ Կին, որի փորձով ոգեշնչվում եք հուսահատության պահին։ Օրինակներ չունեմ, բայց կան տարբեր քաղաքական դեմքեր, ովքեր տարբեր իրավիճակներում լուծումներ են գտել, այսինքն տարբեր մարդիկ են ու հատկապես ես հասկանում եմ, որ կին քաղաքական գործիչի հետ եք խոսում եւ պետքա կին քաղաքական գործիչների հետ կապված հարցեր տակ, բայց ես չունեմ հատկապես մեկը, ումով կարելի է ոգեշնչվել եւ երբ անկումային տրամադրություններ ունես։ Երբ է եղել պահ, երբ ցանկացել եք դուրս գալ քաղաքականությունից, փակել այդ էջը, երբ եւ ինչու։ Այո, եղել է մի անգամ Արցախի ամբողջական կորստից հետո 2023 թվականին, որովհետև իմ քաղաքականության մտնելու հիմնական մոտիվացիան գոնե պահել այն, ինչ կա Արցախից, մինչև այդ արել ենք տարբեր փողոցային պայքարներ, խորհրդարանում բավականին թեժ իրավիճակ եւ ինձ թվում էր, որ Արցախի կորստից հետո այլևս անիմաստ է իմ քաղաքականության մեջ գտնվելը։ Դա որոշակի ես կարողացա այդ փուլն էլ հաղթահարել կարծելով, որ դեռ այնպիսի վերահաս վտանգներ կան, որ փորձենք, այո, գոնե դրան դիմակայել։ Ձեր կյանքի 3 սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանի։ Մնալ հավատարիմ նախ եւ առաջ ինքս իմ սկզբունքներին, օգնել մշտապես մարդկանց դժվարին իրավիճակներում, ձեռք մեկնել բոլորին, անկախ նրանից ովքեր են այդ մարդիկ, եւ մաքսիմալ արդարամիտ լինել, որքանով հնարավոր է արդարամիտ լինել բոլոր իրավիճակներում։ Որն է կյանքի ամենադժվար որոշումը, որը ստիպված եղել եք ընդունել։ Ինձ թվում է դրա մասին մենք խոսել ենք 20 թվականից հետո որոշում կայացնելը քաղաքականության մեջ մտնել։ Դուք ավելի շատ վստահում եք ինտուիցիային, թե փաստերով եք առաջնորդվում։ Չէ, փաստերին։ Չնայած ինտուիցիան ինձ շատ օգնում է կյանքում։ Քանի որ առաջին կին քաղաքական գործիչն եք Տիկին Գրիգորյան, որին հյուրն եք ուզեմ, 5 քաղաքական գործիչ կին թվարկեք, ովքեր կուզեք, որ այս հաղորդմանը հյուր լինեն։ Ես իրականում շատ օրիգինալ չեմ լինելու եւ հիմնականում ասելու եմ այն մարդկանց, ովքեր ընդդիմադիր քաղաքական դաշտում են եւ հատկապես մեր ֆրակցիայում են, որտեղ վստահ եմ, որ նրանց որպես մարդ կարելի է շատ լավ բացահայտել Քրիստինե Վարդանյան, Ագնես Ախամոյան, Էլինար Վարդանյան, Թագուհի Թովմասյան, որ ես կուզենամ նրան որպես անհատականություն էլ բացահայտվի։ Նաև նոր ձևավորվող մեր ձևով շարժումից օրինակ կուզենայի Արեգա Հովսեփյանին հրավիրեիք։ Շնորհակալ եմ, անպայման կհետևենք ձեր խորհրդին, Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ այսքան անկեղծ մեր հարցերին պատասխանելու։ Արմյուր լրատվականի սիրելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։